իշխանության ղեկավարությունը տարբեր միջազգային հարթակներում, տարբեր տեղեր Արցախահայության մասին, Արցախահայության իրավունքների մասին, որ հետ վերադարձը դա չլող է, որ Արցախի հարցը փակված է, Արցախի մասին, Արցախի ժողովրդի մասին ներկայացնելով միջազգային հարթակներում, մենք դրան դեմ ենք։ Դուք իրավունք չունեք Արցախահայության մասին խոսելու։ Արցախահայությանը մնացել է մի հատ իրավունք մենակ։ Արցախահայությունից խլել եք ամեն ինչ։ Արցախահայությունից խլել եք հայրենիքը։ Արցախահայությունից խլել եք իրենց զավակներին։ Արցախահայությունից խլել եք ամեն ինչ։ Այսօր եկած իրենց իրավունքները ոտնահարում եք արդեն։ Ոչ մեկը իրավունք չունի Արցախահայության տեղը որոշելու, իր իրավունքների հետ խաղալու։ Արցախահայությունը հետ վերադարձի հույսը հավատը, ով կասկածանքի տակադնում, դա հենց հայ ազգի ժողովրդի, հենց հայ ժողովրդի առաջի թշնամին է։ Արցախը միշտ եղել է հպարտության առիթ։ Արցախը միշտ եղել է հայկական։ Արցախը միշտ լինելու է հայկական։ Այսօր վաղը կարող է մենք այդ հնարավորությունը չունենք, այո, բայց դա առիթ չի տալիս ոչ մեկին կասկածակի տակ դնել Արցախահայության հետ վերադարձի կապակցությամբ հարցը։ Ամեն օր այսօրվա իրավիճակում տեսնում եմ Արցախի հարցը արդեն անցել է երկրորդ բանում։ Արցախի մասին շատ քիչ են խոսում։ Ներկայաշխանությունը հասկանալի է, ընդդիմադիր հայացք ունեցող ներկայացուցիչների մասին եմ ասում, ընդդիմադիր ուժերի մասին եմ ասում։ Առանց Արցախի հարցի ոչ մեկը հաղթանակ չեք կարելու տանել։ Առանց Արցախահայության կարգավիճակին, առանց Արցախահայության հետ վերադարձին ոչ մեկը վաղ օրով ոչ մի հարցի մեջ հաղթանակ չի կարողանալու իրականացնել։ Բոլորին կոչ եմ անում, բոլորին հորդորում եմ, մի թաքնվեք, փողով մի վաճառվեք, փողն է ձեր սաղի գլխին է ցավը բերել, փողի զոհն ենք դարել բոլորս։ Ամեն մեկս հայ լինելով, հայ ապրելու համար ազգովի պիտի պայքար մղենք։ Երեք Արցախն եք կորցրել, այսօր Սյունիքի մասին եք խոսում։ Արցախը չկորցնեիք, Սյունիքի հարցը չէր բարձրաձայնվել։ Արցախը չկորցնեիք, մնացած հարցերի այսօրվա իրավիճակում ինչ հարցեր կա, այդ հարցերը չեն բարձրաձայնվել։ Երկար ժամանակ բոլորը Արցախահայության հետ միասին Սփյուռք, Հայաստան, Արցախ միատեղ կռիվ եք տանում թշնամու դեմ։ Թշնամի սարսափում էր Արցախից։ Թշնամի սարսափում էր Արցախով հայ ազգից։ Բայց այսօր մենք եկած վախում եք Արցախ բառը օգտագործելու։ Վախում եք Արցախի համար հավաքվելու, մեր արժանապատվությունը բարձրացնելու։ Արժանապատվությունը վերականգնելու համար առաջերտին ամեն մեկս մեր մեջ պիտի հարց տան։ Ով ենք մենք։ Գնում եք եռաբլուր, խոնարհվում եք զոհվածների առաջ։ Ում է պետք է խոնարհվելը։ Ինչի համար եք խոնարհվում։ Որ դուք ողջ լինելով չեք շարունակում իրենց գործը։ Որ դուք ողջ լինելով չեք տանում են գործը իր ինչի համար իրենք զոհաբերել են։ Այսօրվա իշխանությունն էլ առիթավորվում է դրանից։ Այսօրվա իշխանությունն էլ աշկների տա կողում։ Այո, աշկների տա կողում սաղին։ Չի կարելի մի թողեք, սաղ աշխարհը մեզ է նայում։ Սաղ աշխարհը մեր ժողովրդին է նայում, երբ հայ ժողովուրդը արթնանալու, երբ հայ ժողովուրդը իր արժանապատվությունը վերականգնելու։ Բոլոր ընտրական քարոզարշավով եք արդեն զբաղված, որովհետև պաշտոնի մենակ բանի կռիվ եք տանում, ոչ թե հողի համար եք կռիվ տալիս, ոչ թե ժողովրդի մասին եք մտածում։ Միլիարդներ եք ծախսելու պաշտոն գրավելու կամ երկրի ղեկավար դառնալու համար։ Բայց ժողովրդին այս իրավիճակում ոչ մեկը մատին չի դնում է ժողովրդին օգնելու։ Արտագաղթը տեսենք ինչ իրավիճակի է հասել։ Ում է պետք է այս հող առանց ժողովրդի։ Այնա վայելում եք էլ ամեն մեկը էլ թալանելով, էլ ուտելով, այս ժողովրդի միսը կերել եք արդեն։ Էլ ինչ եք ուզում այս ժողովրդին։ Վաղվա օրը ժողովուրդը ձեզ պետք լինելու։ Վաղվա օրը գնալու եք էլ այս ժողովրդից խնդրեք, որ գա այդ ժողովուրդը ձեր կողքին կաղնի։ Արցախի հարցը պիտի լինի միշտ օրակարգում։ Բոլոր Արցախի թշնամիները վախում են Արցախի օրակարգից, Արցախի հարցից։ Չի կարելի, չպիտի թույլատրեք այս ձևի իրավիճակ շարունակվի։ Այսօրվա իրավիճակում
մենակով էլ, 10 հոգով էլ, 20 հոգով էլ լինեք, մենք բարձրաձայնելու ենք միշտ Արցախայության, Արցախի հետ վերադարձի, Արցախի հիմնախնդրի հարցը։ Երկու օր հայրավոր մարդիկ եք զանգում, բոլորդ էլ ձեր խոսքերի մեջ ամեն ձևի հայրենասիրական խոսքեր եք խաղում, ուրա ձեր հայրենասիրությունը, սուտասաններ, բոլոր նախկին պաշտոնյաներին եմ ասում, բոլոր նախկին ղեկավարներին եմ ասում, ներկա գտնվող մեր, որ ասում Արցախայության մեջ գտնվող ակտիվիստներին եմ ասում, ուր եք կորել, ինչ կա, խիչ եք հելնում ժողովրդի, խիչ եք հելնում ժողովրդի հետ խոսելու, խիչ եք շփվում, խիչ եք բարձրաձայնում, վաղ օրն եք գալու եք էլի նոր ելը խաղերը խաղալու, որովհետև փող են տալու ձեզ, որովհետև նյութապաշտ եք բոլորդ, չի կարելի թույլ տալ այդ բաները, ներկա իշխանությունն առավոտությունիկուն ամեն ձևի այդ բարերը օգտագործելով մեզ ավելի մեծ ցավա պատճառում, կոչ եմ անում դադարեցնեք Արցախայության մասի կամ Արցախի հետ կապված խնդիրների հետ կապված այդ բաները նվաստացնելու, չեք կարող ատել այդ հարցը լուծեք, մի խոսեք դրա մասին, դուք այդ ընդունակությունը չեք ունեցել, առաջնորդությունը չեք ունեցել, գնացել եք թշնամու հետ համագործակցության, գնացել եք դավաճանության, այո դավաճանություն եք դարանվանում, որովհետև կործանումից հետևից ցավալի կործանումից հետո էլ ինչ բար կարելի է օգտագործել, բանավեճի եք հրավիրում, տարբեր ղեկավարների, տարբեր հարթակներում բանավեճի եք հրավիրում, մեկ էլ ձեզ եք բանավեճի հրավիրում, եկեք ստեղ մեր հետ, մեր հարցերի պատասխանները տվեք, մի հոգի, երկու հոգի կապ չունի, համարձակ մեկը դուրս գաստեղ, հանգիստ նստեք բանավեճ եք, տեսակում հարցերին եք դուք կարող պատասխանեք, մեկ ձեր հարցերի կարակ պատասխանեք, թե դու մեկ մեր հարցերի կարակ պատասխանեք, չեք կարա պատասխանեք ու չեք էլ գա, ես վստահ եմ, որ ոչ մեկը դուրս էլ չի գալու։ Սիրելի հայրենակիցներ, հույսահավատները չկորցնեք, հայ ազգը ունի հազարամյա տարիներ պատմություն, Արցախն էլ ուներ հազարամյա տարիներ ու պատմություն ուներ, այսօրվա իրավիճակում ամեն մեկս, նորից եմ ասում, մեր տեղը պայքարելով գնալու եք հասնելու եք մեր հաղթանակին, ես չեմ ուզում խաղաղություն ծնկաչոք լինելով, ես չեմ ուզում այն խաղաղությունը, որ մեզ բերել են պարտության ստիպելով, որ մեր ցեղասպանության սպառնալիքներով են բերել, չեմ ուզում տես խաղաղություն, խաղաղությունը ձևի վերցրել եք գնացեք ադրբեջանցիների հետ խաղաղ ապրեցիք, այս հողը պիտի հայ ապրի, արդար վերականգնու իր բանը, արժանապատվությունը, մենք առաջնորդներ եք ունեցել, միշտ հպարտացել եք դրանցով, միշտ անուններ եք դրել մեր երեխոցը, միշտ ամեն տեղ իրենց անունները հիշել եք, բա ուր մնացին ձեր խոսքերը, ուր մնացին ձեր այսօրվա այդ տղորցը, այդ հերոսական տղորց զոհաբերած իրաց գործողության որ ասма բանը, ինչի համար, ով ասում որ այդ տղերքը գնալսել է զոհվել են հանուն ոչնչի, հանուն ոչնչի դուք եք, այն մարդիկ է որ այսօր չեն շարունակում նրանց գործը, հանուն ոչնչի նրանք են ովքեր այդ երեխոտարունները այսօր դերթերել բան են սարքել, ժողովրդի մեջ ինչ-որ մեկը մեկի քննադատելու մեղավորովա, մեղավորով դուք եք, այդ երեխեքն էլ ունեին ուտորություն, չգնային կրվեին, առողջ մնային, որ ասում իրաց կյանքը վայելեին, բայց իրանք գնացել են այդ քայլին, հաշվեռնելու որ իրաց մեջքի կաղնացա, այն ժողովրդի մասան, այն հանրությունը, որ շարունակելու է գործը, ամոթանք բոլորիս, ամոթանք մեզ ամեն մեկիս, այս իրավիճակում, որ ես տեք կայնած եմ այդ ձերի խոսքեր եմ բարձրացայնում, հայ ազգի հետ ինչ է կատարվում, ինչ է կանում է ժողովրդի հետ, ներկա իշխանության ղեկավարների Արցախի անունը տալով հազար անգամ մտածեք հետո տվեք, այս մարդիկ ցավ են ապրում, այս մարդիկ հույսահավատով են ապրում, որ գնալու են հետ վերադարձ Արցախ, ամեն անգամ այդ բարերը օգտագործելով Արցախի հարցը փակ է, դուք մեզ ավելի մեծ վնաս եք հասցնում, ավելի մեծ եք վիրավորում մեզ, մենք թույլ չենք տալու, որ ոչ մեկը, ոչ մի շանվորդի Արցախի հարցը կասկածանքի տակ դնի, Արցախի հետ վերադարձը կասկածանքի տակ դնի, Արցախի հիմնախնդիրը կասկածանքի տակ դնի, պարտություն եք կրել, ներողություն խնդրեք,
կաբինետներում մի չոքեք, եկեք ստե չոքեք ժողովրդի առաջ։ Գնացեք չոքեք այդ ծնողների առաջ, որոնց իրենց երեխեքը զոհաբերել են։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։